Հանուն հոր և որդվո և հոգվույն սրբո ամեն։ Սիրելի ավադացյալներ, ինչպես գիտեք, վեհապար Հայրաբեդը 2026 թվականը հռչակեց հոգևոր կյանքի վերանորոգման տարի։ Այս հռչակագիրը բարձ վարչական որոշումը չէր, այլ հոգևոր արթնության շեփոր։ Այս հռչակագիրը կհրավիրե մեզի գենալու բահմը, մտածելու և անգեղծությամբ հարց տալու մենք մեզի։ Ինչ վիճակի է մեր հոգին այսօր։ Մենք լավ կհասկանանք, թե մարմինը խնամքի կարիք ունի։ Ամեն օր կգերագրենք զայն, կհանգստացնենք, կփուժենք, երբ հիվանդանա, բայց նույնքան կգիտակցենք, թե հոգին ալ խնամքի կարիք ունի։ Երբ մարմինը հանդեսենք, կդգարանա, նույնպես ալ հոգին։ Երբ մոռնանք զայն, երբ չսնենք մեր հոգին Աստուծո խոսքով և ներկայությամբ, կդգարանա, և ինչպես ավետարանը կարձանագրե, հոգին առավել է, քան մարմին, այսինքն այն հոգին, որ մարդիկ կմոռնան խնամել հաճախ, խորքին մեջ շատ ավելի կարևոր է, քան մեր մարմինները, որ կսիրենք և կխնամենք։ Ասկե մեկնելով, այսօր պիտի խորհրդածենք հոգևոր սովին մասին, որ մարդկության կյանքին մեջ կարծես լուր համաճարակ մնա։ Սով բառը ծանոթ է ցեզի, հավանաբար բոլորիդ, կնշանակե ուտելիքի պակաս։ Իսկ հոգևոր սովը կնշանակե Աստուծո ներկայության և հոգևոր սնունդի պակասը մեր կյանքի մեջ։ Երբ մեր շուրջ նայենք մանավանդ ապահով և զարգացած հասարակություններու մեջ, կյանքը արտաքինով լեցուն կթվի և կարծես արադության աշխարհի մեջ կապրինք։ Մարդիկ բավարարված կթվին ըլլալ, ունին կյանքի կենսական բաները, անոնք ունին տուն, աշխատանք, գրթություն, ժամանց, ընտանիք, բարեկամներ և նույնիսկ այսօր արհեստագիտության բոլոր առավելությունները։ Ամեն բան մատչելի է և հասանելի է մեզի, բայց որքան ալ արադ է արտաքին աշխարհը, ներքին աշխարհը շատերուն դատարկ կմնա։ Մարդիկ հոգնած են այսօր, թեև հանգիստ ունին, անհանգիստ են, թեև ապահով են, մինակ են հակառակ, որ հազարավոր գաբեր ունին ըլլա համացանցի վրա և բազմաթիվ բարեկամներ իրենց չորս կողմը։ Եվ այս հագասությունը նոր չէ։ Թարերը ի վեր եկեղեցվո հայրերը անդրադարձած են այս մասին և մեջբերելով Օգոստինոսեն անիկա գսե. մեր սրտերը անհանգիստ կմնան դեռ, մինչև որ քեզմով հանգիստ գտնեն։ Այս խոսքը բարձ և գեղեցիկ միտք մը չէ միան, և այսպես պետք չէ ընկալել զայն, որովհետև ան իր մեջ աստվածաբանական խորունկ ճշմարտությունը կբահե, կհիշեցնե, որ մարդ Աստուծո համար ստեղծված է, իսկ երբ մարդ Աստուծմե հեռու կմնա, կգործընծնե իր կյանքին իմաստը, կգործընծնե իր կյանքին նպատակը և ուստի հոգիին խաղաղությունը։ Մենք հաճախ մեր ցանկությունները, մեր գիրքերը կգործածենք արդարացնելու համար մեր սխալները։ Օրինակ, ավելին ունենալու, ավելին շահելու մարդկային մեր ցանկությունը կնկատենք ամեն օր աշխատելու և աղոթքի ժամանակ չունենալու առիթ։ Գսենք մարդ ենք, դգար ենք, ցանկություններ ունենք և գիրքեր ունենք։ Սուրբ Օգոստինոս իր գրքի մեջ կխոսի, թե մարդուն ցանկությունները և գիրքերը խորքին մեջ չար չեն, որովհետև անոնք ալ Աստուծմե գուքան։ Անիկա գսե, խնդիրը ոչ թե ցանկությունն է, այլ այդ ցանկությունները ուղղելը։ Երբ ցանկությունը կհեռանա Աստուծմե և կգպչի անցողիկ բաներու, այն ժամանակ կխեղաթյուրվի և կդառնա մեղք։ Բայց իր էության մեջ մարդուն սիրտը ստեղծված է փափաքելու համար զաստված և այդ փափակը ի վերջո Աստուծո մեջ գտնելու։
Ուստի մեր ցանկությունները Աստված մեզի տված է մեր կյանքի մեջ, որբեսի մենք զայն փնտրենք, զայն գտնենք եւ ամեն բանի ավելի զինք սիրենք։ Անոր համարալ Աստվածաշունչի երկրորդ օրինաց քրքին մեջ գգարթանք այն ինչ որ մեր Տերը Հիսուս Քրիստոսալ գարձես շեշտելու համար գրկնեց իր առաքելության ընթացքին։ Ըսավ մարդ միան հացով չաբրիր, այլ Աստուծո խոսքերով, որ Աստված խոսած է։ Եթե նայենք Աստվածաշունչի մեջ պիտի տեսնենք, ինչպես Իսրայելի ժողովուրդը 40 տարի անաբադին մեջ մնաց, առանց մերօրյա առավելություններուն։ Չունեին շռայլություն, ունեին Աստուծո ներկայությունը։ Ամեն օր մանանան գիչներ իրենց երկինքեն, որովհետեւ հավանաբար մենք այսօր սորվինք, որ մեր կյանքը գախյալ է Աստուծմե եւ ոչ թե մեր կարողություններն։ Այսօր մենք անաբատներ ունենք, ըլլան անոնք անձնական, ընտանեկան կամ հավաքական։ Կփորձենք մեր կյանքը հաստատել մեր ապահովակություններով, մեր հաշիվներով, մեր ծրագիրներով։ Մեր ժամանակը կմղե մեզ մտածելու, թե մարդ գրնա ինքնապավ լալ, թե գիտությունը, թրամը, արհեստագիտությունը գրնան փոխարինել Աստուծո, բայց որքան ավելի գարաչանանք արտաքին զարգացումներու մեջ, այնքան ավելի կբացահայտվի ներքին դադարությունը։ Հոգևոր սովը կսկսի այն բահուն, երբ մարդ կգարձե, որ ինք Աստուծո պետք չունի։ Անոր համարալ Դավիթ Սամոսերքուն Սամոսած գրքի 42-րդ գլխուն մեջ առաջին համարի մեջ կսե. ինչպես եղջերուն գփափակի ճուրին վդագներուն, այնպես ալիմանցս կփափակի քեզի, ով Աստված։ Նորեն այս բադգերը բարձ սկացական արդայդություն չէ եւ այդպես չթիդենք։ Եղջերուին համար ճուրը քոյության հարց է, առանց ճուրի կմեռնի։ Նույնպես ալ հոգին մարդուն առանց Աստուծո ներկայության կմեռնի։ Հիսուս Սամարացի գնոջ ըսավ, ով որ այս ճուրեն խմե, ինքն իր մասին խոսելով Հիսուս, պիտի չծարավնա գսե Հավիդյան։ Այն ճուրը Սուրբ Հոգին է, Աստուծո ներկայությունն է մեր կյանքին մեջ։ Եվ ինչ մխիթարություն մեզի, որ Աստուծո ողորմությունը վեր է եւ գմնա անսահման մեր ըմբռնումներուն, որ երբեք չի ցկեր մեզ առանց վերադարձի թուրի եւ ջամփայի։ Հովել մարգարեին ջամփով գսե. ինձի դարձեք ծեր բոլոր սրդով, ծեր սրդերը բادرեցեք եւ ոչ թե ծեր հանդերձները։ Հին աշխարհին մեջ հանդերձ բادرելը, հակուստ բادرելը ապաշխանության արդակին նշան էր։ Սակայն Աստված գսե արդակին նշանները, երևույթները բավարար չեն, սիրտը պետք է փոխվի մարդուն։ Ապաշխարությունը միայն մեղքի զգացում ունենալ չէ, միայն անդրադառնալ չէ, որ մեղավորենք, այլ կյանքի փոփոխությունը որդեգրելը։ Իսկ այս փոփոխությունը կսկսի այն բահուն, երբ մենք կգիտակցենք, թե Աստված է մեր կյանքին դերը, պատճառը եւ վերջնական նպատակը։ Եթե մեր ինքնությունը հիմնված է մեր հաջողություններուն վրա, ցախողության ադեն կգործանենք։ Եթե մեր խաղաղությունը կգարձենք գախված է արդակին պայմաններեն, դժվարություններու ադեն կգործվենք։ Բայց եթե մեր արմատը Աստուծո մեջ է, նույնիսկ անաբադը գրնա օրհնությունը լալ։ Այս հոգևոր սովը սիրելիներ գսկսինք հաղթահարել հարադև աղոթքով, մնայուն աղոթքով, ինչպես Հիսուս մեզի սորվեցուց, որ թեպի իրեն այս վերադարձը գսկսի անձնական հանդիպումով Աստուծո հետ։ Գսե Հիսուս սենյակդ մտիր, թուրդ գոցե եւ Աստուծո հետ խոսիր ծածուկ կերպով։ Սուրբ Հովհաննես Ոսկեպերան գսե այդ սենյակը միայն ֆիզիկական տարածքը չէ, միայն քուդունից սենյակը չէ, այլ սրդին սենյակն է։
երբ մարդ կփագե արդակին աշխարհը իրեն համար եւ կփանա ներքինը Աստուծո դիմաց, երբ կթատրի խոսել է աղմգոտ այս աշխարհի մեջ եւ կսկսի լսել զասված։ Եզրակացություն այս ամբողջ խորհրդածությունը մեզի կբերե կարևոր հարցի մշուրջ։ Ուր է կյանքիս իրական աղբյուրը։ Ինչպես կհագեցնեմ հոգիս ծարավը։ Գաղութեմ, որ բահեցողության եւ ինքնակնության այս շրջանը մեզ բոլորին դառնա արիթ մեր հոգիները որբեսի լեցվին գենթանի կյանքի աղբյուրեն, որբեսի ոչ միայն ապրենք, այլ կյանք ունենանք եւ առավել կյանք ունենանք, ինչպես որ Հիսուս ասավ Հովաննու ավետարանի 10-րդ գլխու 10-րդ համարի մեջ, երբ մեր կյանքը լեցվի ոչ միայն արդակին բարիքներով, այլ ներքին խաղաղությամբ, որ աշխարհը չի գտնալ տալ մեզի, այն ադեն կհաղթահարենք հոգևոր սովը Հավիտյանս Հավիտենից։ Ամեն։